Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկը պաշտոնապես նախազգուշացրել է ԱՄՆ-ին, երկրի տարածքում տեղակայված է միջուկային զենք, սակայն նրա խոսքով Վաշինգտոնում դեռ կասկածում են այդ տեղեկատվության իրականությանը։ Ամերիկացիները մինչև հիմա ասում են, թե չեն գիտակցում, ունենք արդյոք միջուկային զենք թե ոչ, լավ է, թող այդպես էլ մտածեն, մենք նրանց զգուշացրել ենք, բայց չենք ասում, քանի, որտեղ կամ ինչ ձևաչափով է այն տեղակայված, դա իմ գործն է, այն պահվում է հուսալի վայրում, ասել է Լուկաշենկոն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խորհրդակցության ժամանակ։ Նա հավելել է, որ միջուկային զինատեսակները վերջերս ուղարկվել են Ռուսաստան տեխնիկական սպասարկման համար, իսկ հետո վերադարձվել են Բելարուս ժամանակակից տակտիկական տարբերակով։ Նախագահը ընդգծել է, որ այդ զենքը ծառայում է բացառապես պաշտպանական նպատակների և տեղակայված է համաձայն Ռուսաստանի և Բելարուսի մինչև 2024 թվականին ստորագրված անվտանգության երաշխիքների համաձայնագրի։ ՆԱՏՕ-ն անկայունության շրջան է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիության պատճառով։ Նման հայտարարություն է արել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Քանի դեռ մենք տուրբուլենտության մեջ ենք, մենք վստահ չենք, թե որոնք են լինելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հաջորդ քայլերը։ Անկանխատեսելիությունը ընդհանրապես դարձել է մեր դարաշրջանի առանձնահատկությունը, բայց հյուսիսատլանտյան դաշինքը կդիմանա, ընդգծել է վարչապետը։ Տուսկի խոսքով Լեհաստանը ՆԱՏՕ-ի կարիքն ունի որպես դաշինքի, որն իր արդյունավետությունը ապացուցել է գոյության տարիների ընթացքում։ Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունը կարող է անխուսափելի դառնալ, այս մասին հաղորդել է New York Times-ը, հուղում անելով պաշտոնյաներին և վերլուծաբաններին։ Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար նախատեսված 2015 թվականի համաձայնագրի ժամկետը լրացել է անցյալ ամիս, ինչի հետևանքով Իրանը ենթարկվել է խիստ պատժամիջոցների, իսկ միջուկային բանակցությունները փակուղի են մտել, հայտնել է պարբերականը։ Թեհրանը պնդում է, որ հարուստ ուրանի պաշարները ոչնչացվել են, մինչդեռ իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ դրանք տեղափոխվել են անվտանգ վայր։ Թերթի տվյալներով Պարսից ծոցի երկրներում շատերը Իսրայելի կողմից Իրանի վրա ևս մեկ հարձակման հնարավորությունը համարում են գործնականում անխուսափելի, հաշվի առնելով Իսրայելի իշխանությունների այն տեսակետը, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է ներկայացնում։ Իրանի հարցով միջազգային ճգնաժամային խմբի նախագծի ղեկավար Ալի Վաեզը պնդում է, որ իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ երկրի հրթիռային գործարանները աշխատում են շուրջօրյա։ Նրանք հույս ունեն միաժամանակ արձակել 2000 հրթիռ Իսրայելի պաշտպանությունը խախտելու համար, այլ ոչ թե 500-ը, որոնք արձակվել էին 12-օրյա պատերազմի ժամանակ, հավելել է Վաեզը։ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի F-18 Hornet կործանիչները վարժական թռիչքներ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ գտնվող շրջանում։ Կարելյան ավիաթևը նոյեմբերի 10-ից 13-ը Ռիսալա ավիաբազայում կազմակերպում է թռիչքային վարժանքներ։ Հաղորդվում է, վարժական թռիչքներ կիրականացվեն նաև Ֆինլանդիայի Կայնուու մարզում, որը սահմանակից է Ռուսաստանին։ Հոկտեմբերի 20-ին մեկնարկել են Կարելյան, Լապլանդական թևերի և ռազմաօդային ուժերի ակադեմիայի գիշերային վարժական թռիչքների մշակման միջոցառումները։ Զորավարժությունների շարքը պետք է ավարտվի դեկտեմբերին։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող 2 նավերի։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Մեր հետախուզությանը հայտնի է եղել, որ այդ նավերը կապված են եղել թմրանյութերի ապօրինի մաքսանենգության հետ, թմրանյութեր են տեղափոխել և տարանցմամբ հետևել Խաղաղ օվկիանոսի արևելյան թմրանյութերի շրջանառության հայտնի երթուղուն, ասված է հրապարակման մեջ։ Հեգսեթը հայտարարել է, որ նավերը ղեկավարել են որոշակի ահաբեկչական կազմակերպություններ։ Ընդ որում, Պենտագոնի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ կազմակերպությունների մասին է խոսքը։ Ըստ նրա, յուրաքանչյուր նավի վրա եղել է 3-ական տղամարդ, որոնց ԱՄՆ պաշտպանության նախարարը թմրահաբեկիչներ է անվանել։ 6-ից ոչ ոք ողջ չի մնացել։